Այբենարաններում կիրառվող QR կոդը եկող տարի կվերացնեն ու կվերականգնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Կրթության նախարարը օրեր առաջ հայտարարեց, որ համաձայն է այն քննադատության հետ, որ որևէ բան չէր խանգարում ունենալ Մաշտոցի պատկերը դասագրքերում տպված։ Միևնույն ժամանակ Անդրեասյանը նշել էր, որ Մաշտոցին թաքցնելու միտում չեն ունեցել։ Ոլորտի փորձագետների համոզմամբ սա կրթական գերատեսչության հետ քայլն է հանրային ճնշման արդյունքում։ Ընդհանրապես այդ դասագրքաստեղծման ամբողջ process-ը մեր կրթական համակարգում այդքան էլ չի կայացել։ Ցավոք սրտի վերջին տարիներում կան շատ լուրջ մասնագետներ, որոնք բոյկոտում են դասագրքերի մրցույթների մասնակցելը։ Մասնագիտական հանդրույթի տեսակետը նախարարությունը պետք է հաշվի առնի, գործիքական ստեղծի իրենց լսելու, իրենց կարծիքը հարգելու, կարծում եմ պետք է կոնսենսուս լինի նախարարություն եւ մասնագիտական հանդրույթ։ Կրթության փորձագետները սակայն պնդում են, առաջին դեպքը չէ, որ դասագրքերում տարատեսակ բաց թողումներ ու կոպտագույն սխալներ են հանդիպում։ Այս ամփոփությանը ըստ փորձագետների պարբերաբար բախվում ենք դասագիրք գրելու սեղմ ժամկետների պատճառով։ Դրանք պետք է առնվազն 1-ից 2 տարի մշակվեն։ Ստուգվում են այսպես ոտքի վրա եւ արդյունքում ունենում ենք այս վիճակը։ Մենք ավելի լավ է չափորոշիչները փորձարկելու փոխարեն փորձարկեինք դասագրքեր։ Իբր պետքա տարբեր տեսանկյուններից նայեն։ Բազմաթիվ սխալներ այդպես էլ չեն կանխարգելվում։ Կրթության մյուս փորձագետն էլ նկատում է, ճիշտ կլինի, որ դասագրքերը գնահատող հանձնաժողովների աշխատանքը մրցույթից հետո հրապարակային դառնա։ Այդ դեպքում հնարավոր է ավելի զգոն եւ ուշադիր լինեն։ Փորձաքննական հանձնաժողովի կազմը սկզբից մինչև վերջ պահում է գաղտնի մրցույթից առաջ էլ, փորձաքննությունից առաջ էլ, հետո էլ։ Այդ հետոն չպետք է գաղտնի մնա, որպեսզի մասնագետները իրենց հարցերը կարողանան ուղղել։ Հասարակությանը պարտավոր կլինեն պատասխաններ տալ, թե ինչու են փորձաքննության արդյունքով տվյալ դասագրքերը անցկացվել կամ այդ սխալների պատասխանատվությունը արդեն իրենց վրա կմնա եւ իրենք հաշվետու կլինեն հասարակությանը։ Փորձագետները նկատում են ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ հաճախ անտեսվում են ոլորտային մասնագետների դիտարկումները, իսկ հանրային արձագանքը դառնում է միակ գործոնը, որի արդյունքում սկսվում են փոփոխություններն ու շտկումները։ Մասնագետների գնահատմամբ այբենարանների շուրջ առաջացած այս փոփոխությունը հերթական ազդակն է, որ կրթական քաղաքականության մեջ դեռևս բացակայում է համակարգված ու մասնագիտական համաձայնության վրա հիմնված մոտեցումը։ Վստահ են, մինչև դասագրքերի մշակման գործընթացում չապահովվի մասնագիտական լայն ներգրավվածություն, թափանցիկ վերահսկողություն եւ բավարար ժամանակ, նման խնդիրներն ու հանրային դժգոհությունը չեն դադարի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։